Ժողովուրդը գրում է. Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը ըստ շրջանառվող տեղեկությունների քաղաքական համաձայնություն է տվել, որպեսզի Ռուսաստանի Դաշնությունում վերջին տարիներին գտնվող եւ հեռավար քաղաքական ակտիվություն ցուցաբերող մի շարք գործիչներ հնարավորություն ստանալ վերադառնալ Հայաստան եւ մասնակցել հունիսի 7-ին կայանալիք ընտրություններին, ինքնադրսևորվելով ներքաղաքական դաշտում։ Խոսքը մասնավորապես վերաբերում է հետախուզման մեջ գտնվող Արթուր Ասատրյանին, Դոն Բիբոյին, Միհրան Պողոսյանին, հանրային դաշտում առավել հայտնի որպես Քեթրինի Միհրան, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի կողմից նախկինում պաշտոնազրկված պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանին եւ այլ գործիչների։ Իրավունքը գրում է. Ծաղկազարդի օրը պատարագի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ՔՊԱ-ականների անվտանգության աշխատակիցների մուտքից հետո Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից դպրոցական եղբայրների նկատմամբ մեղադրանք է առաջադրվել։ ՔՊ լավատեղյակ աղբյուրների համաձայն Փաշինյանը մեգապլան է մշակել այս մասով։ Չի բացառվում, որ մոտ օրերս Փաշինյանը այս գործը օգտագործի իր PR-ի համար։ Ասում են, որ Փաշինյանը հնարավոր է հանդես գա հայտարարությամբ, որ մեծահոգաբար ներում է տղաներին, բայց քննությանը միջամտելու իրավունք չունի։ Իրավունքը գրում է. Նիկոլ Փաշինյանը բողոքի նոտա է հղել քննչական կոմիտեի ղեկավարին առ այն, թե ինչու է վերջինս ազատ արձակել իրեն ըստ վերջինիս անարգած եղբայրներից մեկին ու իրենց իբրև գլխավորին։ Վերջինս սկսել է կարկամել, Փաշինյանն էլ հասկացրել է. «Սպասիր, Մոսկվա թռնեմ գամ, նոր կխոսամ»։ Հրապարակը գրում է. Ավետիք Չալաբյանի ղեկավարած Հայ-Աքվեի ու Արման Թաթոյանի միասնության թևեր կուսակցության միջև քաղաքական համագործակցությունը հնարավոր է ավարտին չհասնի, եւ այս ուժերը համատեղ չմասնակցեն հունիսի 7-ին կայանալիք համապետական ընտրություններին։ Խոր տարաձայնություններ են ծագել այս ընթացքում երկու թիմերի եւ հատկապես նրանց ղեկավարների միջև, ինչպես մասնակցության ձևաչափի, ռազմավարության, այնպես էլ ցուցակի ձևավորման հարցերում, եւ հնարավոր է առաջիկայում հայտարարություն անեն համագործակցության ավարտի մասին։ Գուցե տարաձայնությունների պատճառը նաև այն է, որ Սամվել Կարապետյանի ուժեղ Հայաստան կուսակցությունից առաջարկ է եղել Արման Թաթոյանին միանալ իրենց թիմին։ Մանավանդ, որ Թաթոյանի նախաձեռնության գաղափարական հիմքը համահունչ է Կարապետյանի առաջնորդած ուժի սկզբունքներին։ Սակայն Արման Թաթոյանն այս առաջարկությանը դեռ չի պատասխանել եւ հստակություն չկա, թե ինչ կլինի։ Դեռ բանակցությունների փուլը չի ավարտվել, բայց կան տեղեկություններ, որ Թաթոյանը չնայած տատանվում է, սակայն հնարավոր է մի կողմ դնի ամբիցիաները եւ հանուն մեծ նպատակի իշխանափոխության միանա ուժեղ Հայաստանին։ Կարմիր գիծ տելեգրամյան ալիքը գրում է. Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 միլիոն դրամ է։ Մինչև իշխանության գալը հարկադիրի տակ ճռացող Արարատ Միրզոյանը աչքի է ընկնում բավական շքեղ կյանքով։ Հանգստյան օրերին ՔՊ քարոզարշավի ժամանակ Միրզոյանը թանկարժեք հագուստ էր կրում։ Brunello Cucinelli էլիտար բրենդի բրդյա բաճկոնակը ժիլետը, որի արժեքը եվրոպական օնլայն խանութներում կազմում է $5,955 կամ ավելի քան 2 միլիոն ՀՀ դրամ։ Այսպես, իշխանության անցնելուց հետո նա արդեն հասցրել է գնել էլիտար անշարժ գույք շուրջ 112 միլիոն դրամի։ Իսկ 2024 թվականին Միրզոյանի կինը Գոհար Աբաջյանը 39,405 եվրոյով հենց 2024 թվականի արտադրության BMW մակնիշի մեքենա գերմանական Michael Schmidt ավտոսրահից։ Հետաքրքիր է, թե ինչ է մտածում Հայաստանի թոշակառուի շուրջ 4 տարվա թոշակի արժեքի չափով ժիլետ հագնող Արարատ Միրզոյանը։ Արդյոք Հայաստանում կոռուպցիա կա թե ոչ, թե այս ժիլետը եւս ձեռք է բերել վարկով։ Հրապարակը գրում է. Իշխանական գրեթե բոլոր պաշտոնյաները լծվել են նախընտրական արշավին։ Պաշտոնական քարոզչությունը դեռ չսկսված, հակառակորդի դեմ հակաքարոզչություն են իրականացնում։ Անգամ ամենաչեզոք պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Բնայում ուղղակի ապշած են նրա պահվածքից։ Երեկ նա իր էջում Սամվել Կարապետյանի կուսակցության մասին հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրություն տեսագրություններ տեղադրել, որով հայտնում էին արմավիրում ինչ-որ անձանց կողմից ընտրակաշառք բաժանելու մասին եւ գրել էր. Ձեր հին ձևերը բախվելու են իրականին Հայաստանի պետական ինստիտուտների հետևողական աշխատանքին եւ հաստատված օրինականությանը։ Պետության համը ձեզ վստահաբար դուր չի գա։ ՊՆ թերթի աղբյուրն ասել է, որ նախարարը փոխանակ իր ղեկավարած համակարգի խնդիրներով զբաղվի, քաղաքական հայտարարություններ է անում։ Հրապարակը գրում է. Նախորդային իշխանական վարչակազմը հակակոռուպցիոն կոմիտեի միջոցով մեծ աղմուկ աղաղակ բարձրացրեց
թե ընտրակաշառքի տրամադրման, ստացման եւ ընտրական շրջանում բարեգործության արգելքի խախտման դեպքեր է բացահայտել։ Կա 5 ձերբակալված։ Ըստ հաղորդագրության մի խումբ անձինք նախ Մեծամոր համայնքում բացել են մեր ձևով ՀԿ-ի գրասենյակ, Արմավիրի տարբեր բնակիչների ձևական գրանցել այնտեղ եւ հանձնարարել, որ հավաքագրեն անձանց, որոնք ընտրություններին կքվեարկեն Սավել Կարապետյանի Ուժեղ Հայաստան կուսակցության օգտին։ Խոստացված ընտրակաշառքը ձևակերպվել է որպես աշխատավարձ։ Մեկ այլ դրվագով նաեւ բարեգործության անվան տակ գումար է բաժանվել։ Թերթի տեղեկություններով ձերբակալված 5 անձանցից 4-ին բաց են թողել ապացույցների բացակայության հիմքով։ Մեկին են կալանք տվել, ով ընդդիմադիր կուսակցության գրասենյակի ղեկավարն է եւ աշխատավարձ է տվել աշխատակիցներին։